Ահա, սիրելի ժողովուրդ, իմ քնելու ժամանակն է այս գիշերվա կեսին, բայց այնուամենայնիվ ես շատ մտահոգ եմ։ Ինչն է պատճառը, որ ես այսքան կտրված եմ հայկական հասարակությունից։ Այն հասարակությունը, որ դուք ունեք, ես չեմ սիրում։ Ես այստեղ այս ամերիկացիների ամենապրիմիտիվ մարդկանց հետ, որոնք ոչ մի կեղծավորություն չունեն, մենք երկու նախադասությամբ իրար հասկանում ենք, հայաստանցիները ես չեմ կարողանում։ Հիմա նայեք, անցյալ օրը մենք ունենք հայկական խանութ, անունն էլ չեմ ուզում տալ, որտեղ հայեր են, բոլորը հայաստանցիներ են։ Երեխա ես գնումներ էի անում, այդ տիկինը կանգնած սպասում եմ։ Շուռ եկել շուռ բաներ է դասավորում, մեջք վրաս արած, 2 րոպե, 3 րոպե, 5 րոպե, ես մնացի զարմացած, լսեք ասում եմ, դուք Ամերիկայում եք ապրում, կա customer service ethics, դուք չեք գնում խանութ, գիտեք ինչ Ամերիկայում բոլոր խանութները մտնում ես, հենց որ հերոստ հայացնում է քեզ, hello, how are you, thank you so much for stopping by, տալիս ամեն ինչը վերջում ասում շնորհակալություն որ առևտրի համար։ Սա այդ մռութ հայաց, լսել ասում եմ։ Ամերիկայում ես ապրում, ամերիկացու նման աշխատիր, զզվելի եք դուք, չի ուզում մարդ մտնի այստեղ։ Մի խոսքով չեմ կարողանում, ես չեմ կարողանում, դա ինչ բան է լսեք։ Հիմա ես գիտեք ես ոչ մի շահ չունեմ, քաղաքական ոչ մի մաֆիայի ասեմ, ձեզ մոտ ինչ եք ասում, կուսակցության ասեմ, թե մտածողության ասեմ, չեմ պատկանում։ Բայց հիմա ես հիշում եմ, երբ 2002 թվականին ես եկա Հայաստան։ Եվ ահա, իմ խեղճ փեսաս ուրեմն աշխատում էին քրոջս հետ տանելը տեղեր, հիշողություններով, մեր հին տեղերով, Հայաստանը գեղեցիկ։ Եվ ահա գնում եմ ճանապարհի վրա, փեսաս հանկարծ մոտեցրեց աչք քաշեց մեքենան ու կանգնեց համարյա, ասում ինչու կանգնեցիր։ Ուրեմն սև մեքենաներ ասում 1, 2, 3, 4, 5, ասում ես սովքեր են։ Ծառուկյանն է։ Եթե չկանգնենք տեղ չտանք, իջնում են մարդկանց ծեծում։ Ես մնացի ապշած ուղղակի։ Կամ ինչ-որ մի տեղեր կա, կանգնում էր, գնում էր, պոլիսը կանգնած է։ Մի բան, ոնց որ փողը դնել է պոլիսի ջեբում ու գալիս։ Ասում եմ ինչ եղավ։ Ասում եմ եթե չդնես, իրենք գործ են բացում, ինչպես DMV։ Մնացի ապշած։ Ես ասում եմ շոկի մեջ ես դուրս չեմ եկել տնից, ինչքան որ Հայաստանում էի։ Եվ վերջում երբ որ գալիս էի արդեն, փոքրիկ ուրեմն այդ այրոպորտում օդանավակայանում այդ ստուգումները կա, չէ, ամերիկյան պասպորտը ստվեցի իրեն, այդ կնոջը։ Եվ ինքը պասպորտս հետ չէր տալիս։ Սպասեցի 5 րոպե, 10 րոպե, 15 րոպե, 20 րոպե, 30 րոպե, արդեն պետք է ինքնաթիռս թռչի։ Ասում ներողություն, իմ պասպորտը ինչի չեք տալիս։ Հետո այս խեղճ ժողովուրդը եկավ ասեց տիկին ջան, դու ստեղի քոչարյանի ժամանակ էր, դու ստեղի օրենք երևի չես իմանում, պետք է $20 տաս որ տա։ Ասում ինչի համար այդ $20 պետք է տամ, որովհետև օդի փող է։ Աստված եմ, մի հիստերիա եմ դրել, լսեք ինչքան կարելի է ստոր լինել, ինչքան կարելի է մարդկանց այս աստիճանի ստորացնել։ Ասեցի գիտեք ինչ, ես պասպորտս չեմ վերցնի, ես Միացյալ Նահանգների քաղաքացի եմ, ես թող իմ թռիչքը կորցնեմ, բայց դուք գնալու եք դատարան։
Ուրեմն հենց ես սկսեցի խոսել, անմիջապես պասպորտս տվեց ինձ։ Այ ցավը տանեմ, այ ժողովուրդ ջան, սա է եղել, այդ որ հիմա ես փորձում հասկանալ ձեր քաղաքական մեկնաբանները, այդ ի՞նչ են գնում գալիս կարճում Ծառուկյանին, գնում գալիս կարճում էս Կարապետյաններին, փակողակաց ես չեմ հասկանում։ Ուրեմն սրանք բոլորը սրանց տակերը ես իմ ինչ կա։ Բայց եթե իրենք անձնական շահել չունեն, բայց ես հիմա ասում եմ, ամբողջ աշխարհը ապշել էր Գագիկ Ծառուկյանի լկտիության վրա։ Ես նայեցի ամերիկյան թերթեր էին գրել, թե ինչ աստիճանի վայրենությամբ այս մամենները պահել է ուրեմն ինչ սադիզմով։ Եվ ես շատ ոտս զգացի։ Եվ հիմա նորից եմ ասում, սա մի սարսափելի մշակութային անկում է, որը ես բառեր չեմ գտնում ասելու։ Այդ ոնց է մտնում ես հայկական խանութ պիտի խափի, պիտի առհամարի, հայրանը իր աղբկահանը կլսնի քո բակում։ Սա ես բանելիս է, դու կարող եք ինձ բացատրել։ Սա մարդիկ են թե անասուններ։ Չկա, ես չեմ տեսել էթիկական բարձր կուլտուրայի տեր հայ։ Ինչ ուզում եք ասել, չեմ տեսել։ Ոչ այստեղ, ոչ էլ Հայաստանում։ Հիմա ինչ է անում Նիկոլ Փաշինյանը։ Նախ մի բան անելու համար երևի պետք է դառնալ տենց շիզոֆրենիկ, որովհետև այդ մարդը ամեն ինչ ներսից գիտի եւ երևի թե հնարավոր չի դրան դիմանալ։ Դրա համար ոչ մի հավասարակշռություն չի կարողանում պահել։ Բայց հիմա եթե ինքը հենց այդ ընկած մշակույթի սովորույթների դեմ է դուրս գալիս, իհարկե նրան պետք է պաշտպանել։ Այսօր ինքն է վաղը ինքը չէ, բայց չեն կարող այդ հին մտածողությամբ մեր հայ ազգի հայտարարությունը լինել։ Ես չգիտեմ, ես դառնում նաև բավականին ուրեմն ռուսներ կան եւ օտարներ կան Հայաստանից, Երևանից, որ շատ գոհ են, շատ երջանիկ են։ Ասում են, որ շատ բարյացակամ ժողովուրդ են, այս վարչատեղերը, ռեստորաններ եւ այլն շատ բարձր որակ ունեն։ Գուցե ես լավ չգիտեմ, ես ասում եմ ձեզ իմ տեսածը 2002 թվականին, չեմ ասում իմ ապրած անցյալում, եւ ասում եմ այստեղ դες օրինակները ցույց տվեց, չէ։ Սա միակ դեպքը չէ, հա։ Ամեն քայլափոխին, մեքենա տանում ես մեզ մոտ Հոլիվուդում այս Little Armenia շատ հայկական բիզնեսներ կան եւ այս մեքենաների սարքելու տեղը տանում ես յուղը պիտի փոխի, խափում է թե փոխել է 6 ամիս հետո ամբողջ այդ ինջին մոտորը տվեց, փչացրեց հազարավոր դոլարների ծախսի տակ անգա։ Սա ինչ բան է։ Հայ պիտի խափի։ Մեր բացել են այստեղ ատամնաբուժարան, հայաստանցի մարդիկ են։ Ես այդպիսի բան ես չեմ տեսել, լրիվ խափեություն։ Ինչ արեցին իմ ատամի հետ։ Մերվին է խփել, դուրս է եկել դեպի վերևի ատամն շատ բարդ է, այնտեղ սայնս գիծ կա, որ պիտի չանցնես։ 6 ամիս ես ահավոր ինֆեկցիաներից տառապեցի։ Ինչ փողերից անգա որպեսզի ես բուժվեմ։ Եվ ոչ ուզում են իրենց սխալի վրա սովորեն, ոչ ներողություն ասելու ընդունակ են։ Ես ուղղակի ես չգիտեմ ինչ ասեմ։ Ինչն է պատճառը, որ ես սրիկահայերին եմ միշտ հանդիպում։ Ինչն է պատճառը։ Կարող է ես եմ սրիկա։ Բայց ես չեմ կարող ես եմ սրիկա, հասկացա։ Ինչու։ Թեկուս անցյալ անգամ, երբ որ ես խոսում էի այդ վաճառողի այդ կնոջ վրա, ասում էի լսեք, ամերիկյան սերվիս եմ ուզում ես, այստեղ կամ այստեղ չեմ մտնելու։ Մի հատ տղամարդ արևտուր էր անում, նա սկսեց պաշտպանել այդ կնոջը։ Ահա, դուք միշտ չարին եք պաշտպանում, իսկ ինձ նմանները ընդունված չեն։
Հասկացաք իմ խնդրեմ ուրեմն ես եմ աննորմալը ես եմ սրիկան գիտեք ինչ ես կմնամ ամերիկացի ես հայ չեմ դառնա եւ ես ողջունում եմ ամեն ինչ վնաս հասցնում է այս ձեր վարչապետը այս գրփածներին տրզածներին լկտիներին դա իրենցից է գալիս բոլորին թող ձեր բակալի ես շատ ուրախ կլինեմ